աշխարհագրական դիրքը աշխարհաքաղաքական պայքարում։ Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ ավելի շատ լուրջ ժողովրդավարական հիմքեր, սկզբունքներ մենք ունենք, դա մեր հաղթական խաղաքարերից մեկն է, եթե մենք կարողանանք ճիշտ աշխատանքներ տանել ու դառնալ իսկական ժողովրդական պետություն։ Այդպես ավելի լավ կկարողանանք հաղթել մեր հակառակորդներին ու մրցակիցներին։ Կարող է արդյոք ինքը կառավարվել ժողովուրդը։ Ժողովրդին պետք է ուղղորդել, պետք է առաջնորդել, պետք է դաստիարակել։ Աշխարհում չկան ուժեղ ու թույլ ժողովուրդներ, շնորհքով ու անշնորհք ժողովուրդներ։ Եթե ճիշտ ես ուղղորդում, ժողովուրդը ճիշտ ընթացքով է գնում։ Հատկապես մեր ժողովուրդը իր գենով, իր տեսակով, իր մշակույթով ավելի ընկալունակ է, ավելի ուժեղ։ Ավարտել է հայ ժողովուրդն իր պատերազմը։ Ժողովուրդ, պատերազմը չի ավարտվել։ Չի ավարտվել։ Աստված գիտի, ինչ է լինելու։ Մի քիչ թուլացանք, պարտվելու ենք։ Զգոն եղեք, որ չպարտվեք։ Մտածեք այս երկրի մասին։ Մտածեք այս բանակի մասին։ Սա է այս երկրի փրկությունը։ Սա է այսօր ցավալիորեն ամենակայացած արժեքը։ Ցավալիորեն։ Մտածեք այս երկրի մասին։ Դուք ձեզ երջանիկ մարդ համարում եք եւ ինչու։ Ես երջանիկ մարդ եմ, որովհետև ինձ պատիվ ընձեռվեց իրականացնել այն երազանքները, որ փայփայում էին գրողներս, վրագրողներս։ Բայց դա բախտի բան չէ, ես եմ ընտրել իմ ճանապարհը։ Երբ ես այդ ուղին ընտրեցի, չգիտեի, որ նախարար եմ դառնալու։ Իմ գրած նախադասերության համար չեմ կարմրում, կեղծիք չկա։ Ես հիմա էլ որպես պաշտպանության նախարար, ինչ անում եմ, դարձյալ կեղծիք չկա։ Սխալմունքներ կան, բայց կեղծիք չկա։